Վերադարձել եմ տուն ու հիմա նախաճաշ եմ պատրաստում Մարտիրի Դավիդի համար։ Շենց հացերը տաքացնում եմ ավոկադոյով, ձվով շատ համով բան եմ պատրաստել։ Հացի վրա այսինքն սխտոր եմ քսում, իրեն հենց սենց։ Տաք ժամանակ կարող եք նաև մի փոքր կարագ ավելացնել, էլի շատ համեղ է լինի։ Ահա, անուշ հոտը տարածվեց հացի հետ։ Ավոկադոն եմ կտրել։ Սենց էլ հեռացնում եմ կեղևը, որպեսզի տեսքը պահպանվի։ Հացի վրա այսպիսի պանիր ենք քսում, լավ տարածվող, շատ չէ, բայց ցանկալի է որ լինի, իմը սենց կանաչիներով է, բայց լինում է նաև Ֆիլադելֆիա պանիր, լինում է նաև որ առանց կանաչիների է լինում, սենց թեթև ենքան է որ համի համար, ես չեմ ուզում որ համը շատ պանրին գնա, ուզում եմ մնացած բոլոր համերը զգամ։ Այսպիսի մի քիչ աղ, այսպիսի մի բան ստացանք, հիմա ավելացնում ենք ավոկադոն, ահա այսպես, այս հատվածը պետք է հեռացվի, այսպես, մի հատ էլ, ինչու ոչ, ինձա, ավելացնում ենք շատ քիչ աղ, ենքանավոր են, որ կարելի ասել, ու կարելի է նաև այս ավոկադոն ճզմել, և այդեմ նպես վիծիշկայի ձենը անջատեմ, որպեսզի լավ լսեք ձայնս, ավելացնում ենք մի քիչ լիմոնի հյութ, շատ քիչ ենք ավելացնում, դե թափվիր, ահա, ավելացնում ենք նաև այսպիսի հնդկահավի ֆիլե ունեմ, այսպիսի մի բան, խնդրեմ, փակում ենք, և վերջ, պատրաստ եմ են նախաճաշը, դեղ նայեք ինչա ստացվել, շատ համեղ, Դավիդիս համար փանքեյք եմ պատրաստում, առավոտ ժամը 9:15, քանի որ այստեղ շատ ընդունված է զատիկի արձակուրդները, դրա համար իրանք 2 շաբաթ տանն են, դրա համար է Դավիդը ժամին տանը, արագ պատրաստեմ ուտեն, երեխեքին էլ կտամ, շաքարավազը քիչ է շատ, պուպուշիկ, փայ, ասենց սիրում փանքեյքեր է ստացվում, ահա և վերջ, պուպուշիկները պատրաստ են, Այս մի երկուսը մի քիչ ավելի շատ եմ եփել, տենց ես սիրում եմ իմ համար, մնացածն էլ երեխեքին։ Սա էլ Դավիդիս նախաճաշը։ Ինչավեսն է, չէ բաժակը։ Դավիդը առանց ոչինչի է ուտում, ոչ նուտելայով է սիրում, ոչ մեղրով, մեղր вообще չի ուտում, չգիտեմ ինչի, երևի մեր ընտանիքում ոչ մեկ չի ուտում, տենց ինքն է չի ուտում։ Այսինչ բաներ վերջ։ Դե վեր է բարձացը։ Դավիդի հետ գնում ենք Քարֆուր ջուր առնելու։ Իմ սիրած եղանակն է մռայլ։ Դրա համար Արտորին ասացի խնդրում եմ, ես կգնամ։ Տենց հիմա դավիս հետ գնամ։ Տենց ստացիոնի մեջով ենք անցնում, տենց շատ է կրճատվում ճանապարհը։ Շալի։ Դա ինչ ես, այս կողմ են գնում, դա։ Աչա ճիշտ է այդ կողմ կներես։
վերջացել են, դա չի բացվում, սենց պիտի մտնենք, արի։ Մանջարեղենների բաժին, խվածքներ, հատիմներն այք, 5.33, այս քանը։ Այստեղ հատով կրուասաններ, դոնացներ, հացեր, այստեղ էլի մրգեր։ Այսօր կիրակի է, դրա համար տենց լավ լցված չի։ Կիրակի օրերը մեր մոտ կոնկրետ մենակ այս Քարֆուրն է բաց։ Այս էլ սենց զատիկի։ Տիկի համար հա սենց պատրաստի ներկված ձվեր են վաճառում ու գույն գտնել, որ ձուն եկել շատ բարդ է։ Նամթերքներ, պատրաստի կտրատված երշիկներ, պանիրներ, Սրանք նախատեսված են հատուկ թաթախելու համար, որ ինչ-որ բանի մեջ թաթախես, փորձես, այստեղ շատ ընդունված այդ տեսակը։ Երկրորդի դեպքում 50% զեղչով։ Ինչ բաներ են, պիցցաներ, սալատներ, պանիր, այստեղ էլ կիսաֆաբրիկատներ են, այստեղ շատ ընդունված այդ տարբերակը, արագ վերցնում, տաքացնում են ու վերջ հաձակ, այստեղ սենց զբաղմունքի չարազներ, ընդեղ է, կինիներ, մինի, խլոպյաներ առավոտվա, նախաճաշի, ջեմեր, գետնանուշի նուշի կարակներ, այս կողմը կանք ավշանքես վերջացել էր, աթեր, նուշի, ցորենի, սուրճի մեջ ավելացնելու կաթեր, կակաոներ, Դավիթի էլի շոկոմելըկ, այսպիսի բաներ, տաք կաթի մեջ լցնելու, սովորական կաթեր, կյանքս, ուտեմ կեզ դով, մենք պետք է երեխուն էլ կաթ վերցնենք, Նուտրիլոն են կերել երեխեքը 4 ամսեկանից հետո, դրա մասին կխոսեմ առանձին, երբ որ իրենց մասին վլոգ կնկարեմ, հիմա այսպիսի պատրաստի կաթեր են խմում, էլ փոշի չեմ տալիս, չգիտեմ ինչի, բայց տենց եմ փոխել, ես էլ սենց սնունդ է երեխեքի համար, չէ, տակի Նեստլեն է առնում, նուտրիլոն է մեկ էլ առնում, նայեց, որ խանութում որն է լինի, տանի բաներից են անում, 1.95 ու այստեղ էլ է 1.95, ընդհանրապես չեն անում, բայց չգիտեմ ինչն է պատճառը, որ արել են հիմա, անհայտ է, ավանձեռոցիկներ, տագդիրներ, լվացվելու հեղուկ, շամպուններ, լավ հանգիստեք, շնչի գենայի պարագաներ, խոսքով կարծիքով նույնն է, ամեն օր ուղղակի ցույց եմ տալիս, մի օր ավելի հանգիստ պայմաններում գներով կնկարեմ, դավարի, սուրճեր, ներկայիս պահին խմում ենք այս տարբերակը սուրճի, մի անգամից աղացած տարբերակը, հավանում ենք ես էլ արդուրն եմ, մի քիչ խոշոր աղացած, բայց վատը չի, արժեքը 5.45, կարծում եմ 250 գրամ, իրան են տեսականի կա սուրճերի,
այստեղ Starbucks-ի կոֆե մաշին կեքի համար պատրաստի սուրճեր 3-ը մեկում։ Հա, մեկ էլ ողավոր շատ եմ սիրում ես Nescafe Gold, ամենասիրելի սուրճերից է սա, եթե լուծվող մենակ է էդ, թեյերի հանդեպ լիարժեք անտարբերություն ունեմ, այստեղ ինչեր կան, քաղցրավենիքներ, մեմունքներ, 2+1 նվեր, շատ սիրուն է իրանց համեմունքները միշտ ես շատ եմ հավանում, միանգամից տարաներով ու շատ հարմար է, չես մտածում ինչի մեջ լցնես, ինչի վրա անունը գրես, չգիտեմ ինչեր, այստեղ ենք, շաֆրան, լավրովի լիստ, մեխակ, դարչին, միշտ էլ ուտում ես, այստեղ ունեն սենց վանիլներ, 10 եվրո է տեսեք։ Այս շանչից ուզում եմ։ Ինչից ես ուզում ձակ։ Սրանցից ունեմ, ճիշտն ասած։ Չէ, տենց վանիլ, այսը հա, սրանից ունեմ։ Այդպես փոշի եմ լցնում, չգիտեմ, չէ, վանիլա ձակ։ Կոկոսի փոշի գույները ոնց հասկացա։ Լեներ, մանկական զիզիկի-պիզիկի բաներ, որոնք որ ես երեխեքից շատ եմ սիրում, անկեղծ եմ ասում, շատ եմ սիրում, հեսա մի քիչ, որ արդեն հանգիստ լինենք, կոտեդոր ամենասիրածը շոկոլադներն են, մի քիչ հանգիստ որ լինենք, հետաքրքիր բաներ կառնենք ու փորձարկումներ կանենք միասին, ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Չեմ ուզում ձակս, այստեղ էներգետիկ ըմպելիքներ, ամենասիրելի Արտուրին, եսա սիրում, ես էլ եմ շատ սիրում, ուղղակի գազով որ չեմ սիրում, լավա չեմ խմում, այս նայք ինձ սիրուն են սարքել, էլի ինչ գրավիչ է, Red Bull-ն այստեղ ունի շատ զանազան տարբեր համեր, այսպես, հյութեր, սոկեր, ջրեղեն, այստեղի ամենալավ ջուրը համարվում է սպան, որը 1.5 լիտրը արժի 90 ցենտ, նու համով ջուրա նման է Հայաստանի ջրին, բայց մեկ էլ Ալդիում կա մի հատ շատ համով ջուր, որը որ շատ էժան է, բայց շատ համով է, տնտեսական ապրանքներ, այստեղից գալիս է սառնարանները, ներողություն, պաղպաղակներ, այսենց մեծ կիսաֆաբրիկատներ, հրավիրում ենք ասա, ուրիշ աշխատողի, որտև հերթը շատանումը նոր կանչում են աշխատող։ Հավիտի երջանկությունը։ Աղբա դուրս հանելու օրեր ունեինք, այստեղ այդ աղբի հարցը մի քիչ կա, որովհետև պետքա հատուկ տոպրակներ գնես, այսինքն Հայաստանի նման չի, որ ամսեկան վճար ես տալիս, չգիտեմ, այն ժամանակ կարծեմ մի հոգին 200 դրամ էր, հետո ասում եմ, որ քառակուսի մետրով են սարքի, ինչ-որ տենց բան է, Դավիթ կանգնի։ Դեն սենց մեքենաներ ենք վերցրել, մնացածը ջուր կաթ ու վերջ։ Երեխեքին քնացրել եմ, եղունգներս եմ սարքում, այս սենց հանել եմ, շարել եմ սաղ, ուզում անցնեմ գործի, օգտագործում եմ, այս Դավիթն է ձեռքիս նկարել, օգտագործում եմ այս վանիլի բազենու տոպը, ունոյի սպիտակ գույնը,
Այս անծանոթա չգիտեմ ինչ որ պոլիգելով լիցք եմ անում ու սպիտակ եմ քսում, օգտագործում եմ, սրանք սովորական բաներ են, բայց կարևորագույններից օգտագործում եմ Stalex-ի ուշերը, Stalex-ի կուսաչկեն, այս ոտքի է, չուիդեմ չեմ հանել, մաշինկաս բորը ստրոնգա, սև գլխիկով, շատ գոհ եմ։ Այս էլ ընդհանուր եղունգներից տեսքն է, հաշվի առնելով եմ փաստը, որ ընդհանրապես դասընթացների գնացած չկա, կարծում եմ իդեալական է։ Այս դուրս չեկավ, սա մետ լվացվեմ դուրս կգա։ Ես ձերքս հլը որ այրանց լվացվել է դուրս կգա։ Մյուս ձերքս առայժմ չեմ արել։ Եկել ստեղ ֆորմեքը մի քիչ ուղղելու բաներ կա, մատնահարդարներ եթե կան, մի հատ գրեք տեսնեմ ինչ կարծիք եք պոլիգելի լիցք ու շիլակ։ Համար հանգիստ նստած էի ու որոշեցի, որ ինձ սիրտ իմ մանկության տրուֆելներն է ուզում։ Իդեպ արդեն մեր ժամանակ այս տրուֆելները պատրաստում էի, ուտում էին ես ու պապաս։ Իմ ու պապայի ամենասիրած թխվածքն է։ Պապիկի համար տարբերություն չկա, ինքը միշտ կոֆեի հետ ինչ-որ քաղցր բան է ուտում, մամաս ու Հայկոն վաբշե քաղցր չեն ուտում։ Բրավո, այսինքն ես քաշել եմ իմ քաղցրակեր պապային։ Արդեն պատրաստում է ևս 5 րոպե և կհանեմ ու կթաթախեմ կակաոյի և շաքարի փոշու մեջ։ Այստեղ արդեն պատրաստել եմ, իրան պետքա տաք ժամանակ անել, որովհետև այդ կարագով խմոր է ինքը, ու այդ իրա որ յուղը հալվում է, կարագը հալվում է, դրանից կպնում է այս ամեն ինչի իրա վրա, ինքը քաղցր չի, դրա համար այստեղ շաքարի փոշի ու կակաոյա։ Ես պատրաստեն, արդեն կեսը կերել ենք, բայց մոռացել եմ նկարամ, ահա որ համեղ են, սենց բերանում հալչում են, շատ հավանեց դավնել է կերել, երեխեք լավ էլի, հենց կամերան միացնում եմ, լացում եք, լավ էլի, մի րոպե, ես էլ եմ ուզում լացեմ, արդեն 7 անգամ նկարեցի նույն կադրը, ոյ, նո, մի լացեք, շատ քիչ բաղադրիչներով արագ պատրաստվող խվածք է, մեր մանկության, իմ համար ինքը մանկությունը, ուրեմն 200 գրամ կարագի վրա 1 ճաշի գթալ շաքարի փոշի եք ավելացնում, հունցում եք, վրան ավելացնում եք ձու, վանիլին, եթե ուզում եք սոդա, ռազրիխրիծել դուք եք ընտրում, ես ռազրիխրիծել եմ օգտագործում, սոդա մեծամասամբ չեմ օգտագործում, բանը, ու մարգարինե կարակ անեք, բայց ես էլի կարակ եմ միշտ անում, ավելացնում եք, հունցում եք, մոտավորապես 2 բաժակ ալյուրա գնում, հունցում եք նենց, որ մատերին չկպչող խմոր լինի, նախորոք տաքացրած ջեռոցի մեջ եք դնում, 200 աստիճան, մոտավորապես թխում եք 25-ից 30 րոպե, ու անպայման իրան տալիս եք տես տրուֆելի տեսք, հիմա այս ուղղակի մի քիչ շատ եմ ավելացրել փոշին, դրա համար ինքը չի երևում, բայց իրականում տրուֆելի տեսք ունի, հենց հանում եք տակ-տակ, նախորոք պատրաստում եք կես բաժակ շաքարի փոշի և 2 ճաշի գտալ կակաո, ավելացնում եք իրար վրա, անպայման մաղով եք անցկացնում, որտև երկուսի մեջ շատ են գնդիկներ լինում, հենց հանում եք ջեռոցից, շատ արագ իրան լցնում եք մեջը, սենց ինչ-որ գտալով խառնեք ու հանեք դասավորեք արդեն որտեղ որ ուզում եք։ Ճիշտ է ինքը տենց շատ էսթետիկ չի ստացվել իմ մոտ, որտև նորից եմ կրկնում, նայեք ինչքան շատ եմ ես ավելացրել, որտև քաղցրի համը քիչ է գալիս, ինքը համարյա խմոր ընդհանրապես քաղցր չի, մի քիչ բան է գնում, մի գթալ։ Մի խոսքով այդպիսի բաներ կարող եք պատրաստել համով սուրճ խմել։
Ցույց տամ։ Սենց ռիպսեր է բերել Արտուրը։ Այս անգամ առանց համեմունքի է բերել, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև իրանք քաղցր սոուսով են սարքում ու ես չեմ ուտում, ճիշտ է ինքն ու Դավիթը ուտում են, բայց ես չեմ սիրում, էսի հիմա ինքը կհամեմի ու շատ լավ է, ուրախ եմ։ Երեխեքին կաթ, քանի որ պապան է գնացել, պապան առել է իր աղջիկներին ամենաթանկարժեքներից։ Ուրեմն կաթերի բոլորի բաղադրությունը նայել եմ նույնն է, բոլորի բաղադրությունը նույնն է։ Այս հենց անունների համար ուղղակի իրանք համարյա 1 եվրոյի տարբերությամբ են, պատկերացնում եք, ամեն մի կաթի մեջ 1 եվրո համարյա թե մի 80-90 ցենտ, ես դրա իմաստը չեմ հասկանում, բայց քանի որ պապան է գնացել, ինքը գիտի, ինքը իր աղջիկները։ Թաց անձեռոցիկ եմ ուզել, էլի իրանց պապան գնացել է ու բերել է ամենաթանկարժեք թաց անձեռոցիկը, ես չգիտեմ, կարծեմ 10 եվրոյի մոտ է այս անձեռոցիկը, անձեռոցիկը վաբշե 90 ցենտ է։ Ես երբ որ ես եմ առնում եմ խագիս մաքսիմում 1.20 կամ 1։ Այս սուրճն է, սուրճը ձեզ ցույց եմ տվել, ես ենք խմում, շատ լավ սուրճ է, խոշոր է, ճիշտ է համեմատած Հայաստանի սուրճերի, բայց համով է շատ։ Ու այսպիսի կարագներ է բերել, սրանք ամենալավ կարագներն են, իսկական կարագները իմացեք սրանք են, այսինքն սպիտակ, այսինքն կովիկով։ Այսինքն հա, մեկ է հաց։ Հաց է բերել, այս հացերը դու ես վերցնում կտրատում 3 եվրոյի մոտ, այսինքն 3 եվրո սա է, սրանք կորցեմ մի 4 եվրո եմ, եթե չեմ սխալվում, 8 եվրո սա է, համարյա 6 եվրո սա է, 10 սա է, 2.5 կարգի սրանք, 8 եվրո ես մեկն է, 9 եվրո ես մեկն է, ընտիր, իսկն այսքանը ահագին է լինում, այս համարյա թե 20 եվրո, սենց հաշվենք, սենց 20, 30 եվրո, ուժս, 30 եվրոն Հայաստանի փողով մոտավորապես 500 դրամ է, եվրոն չգիտեմ, ինչքան է լինում, մի հատ գրեք կոմենտներում ինչքան է լինում հայկական դրամով, ես միշտ որ Արտուրն է վերցրել, դու կյանքում չես կարա թիքետ, то есть KDM տեսնես, որ իմանաս ինչքան է կազմել, որտեվ երբ որ հարցնում են պետք է, ինքը միանգամից ասում է չէ, իսկ ես այսպեսին եմ, ես սիրում եմ հասկանալ մոտավորապես ինչ գներ են, որովհետև եթե տենց մոտավոր գոնե հաշվարկ չես անում, ամսվա վերջում հասկանում ես, որ 500 եվրո չկա ու դու հասկանում ես, որ դու ոչ մի բան չես առել պրինցիպի, որ 500 եվրո կարայր ծախսած լինեիր։ Դե համար ես այդքան չեմ սիրում, որ Արտուրն է գնում խանութ, որտեվ ինքը ոչ մի բանի ոչ գնի է նայում, ոչ էլ, չգիտեմ, հաշվարկներ է անում, ոչ էլ HDM-ը է բերում, որ հասկանամ ինչա։ Մի խոսքով այդպիսի ընտանեկան զրույց խառը։ Այնքանով չի բերել, որ մեզ ամենամոտ խանութը Carrefour-ն է, իսկ Carrefour-ը ամենաթանկ խանութներից է Եվրոպայում, ինձ թվում է, օրինակ որ Lidl-ին լիներ, հնարավոր է այսքանը 10 եվրո ավելի էժան լիներ, բայց Lidl-ը պետք է քշել, որ հասնել Lidl-ը։